Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տունը համատարած թրջել է, այսինքն սրա հետևը բաղնիկ է, խոհանոցի հետևով այսպես համատարած թրջել է, հասկանանք ինչից է։ Այստեղից, այսինքն այս բաղնիքի կողմից թրջվում է նաև հարևանի պատը, հնարավոր է նաև հարևանի կողմից է հոսքերը, դա դեռ կհասկանանք, ուսումնասիրենք։ Խոնավաչափով ամբողջովին գերխոնավ է, շուրջ բոլորը գերխոնավ է, հասկանանք ինչից է։ Չգիտեմ ծիծաղամ թե լամ, այսինքն ունիտազի գոֆրեն եմ հանել, որովհետև կարծում եմ, որ լողախցիկից ուղղակի պրոշներով է իջնում ու ինչ ենք հայտնաբերում։ Խողովակը ներքևի կոյուղին, այսինքն գոֆրին մոտավորապես 5 սանտի բետոնի մեջ, մի խոսքով խողովակի ու գոֆրեի վերջի հանգույցի արանքը մոտավորապես 7-ից 10 սանտի տարածություն է, այսինքն այս ջրի, չգիտեմ, մոտավորապես 30-40%-ը չի չէ կոյուղի, այլ լցվել է բետոնի տակ։ Ստեղ պատվիրատուն ամեն դեպքում ուզում եմ մի հատ խողովակաշարը ճնշումներով ստուգեմ, չեմ կարծում, որ կարիքը կա, բայց որպեսզի պատվիրատունն իրան հապաղ զգա, մի հատ խողովակաշարը հեսա ճնշումով կստուգեմ, որ համոզվենք, որ խնդիրը մենակ դա է։ Բայց դա սա խնդիր չէ, էլի, սա ուղղակի տնական է։ Ուշադիր կառուցեք։ Զարը ջրից ունենք անկում, արտաքին մի հատ այնտեղ փական կա չաշխատող։ Այդ փականը հեսա մի հատ խցանենք, հասկանանք պատճառը մենակ դա է։ Էլի տուրկին է ջարդված, այսինքն մեջից ճաքած է։ Փականը ձգել։ Հեսա փորձենք էլի վերանորոգենք։ Դե ինչ ամփոփում, այսինքն այստեղ տուրկին էր ջարդված սառաջրից, սա վերանորոգեցի, այստեղ ուղղակի տնականացի էր, եկեց օրակից ունենք մի թեթև անկում խցանել եմ, ամենը վերջացել է։